Բարև ձեզ։ Ամփոփում ենք Ադրբեջանում անցնող շաբաթ ռազմական ոլորտի կարևորագույն իրադարձությունները։ Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում հրդեհ է գրանցվել։ Հայտնի է, որ զորամասը տեղակայված էր սահմանամերձ Աղջաբեդի շրջանում։ Նախնական տվյալներով զոհեր ու տուժածներ չկան։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատում է, որ բռնկված հրդեհի պատճառով այրվել է մեծ քանակությամբ ռազմական հանդերձավորում։ Հաջորդ իրադարձությունը։ Ադրբեջանը սեփական սպառազինության պաշարների ուռճացված ներկայացնելը բազմիցս կիրառում է քարոզչական նպատակներով։ Օրերս ադրբեջանական մամուլը լուրեր էր տարածել, որ պատրաստում են արդիականացնել իրենց 10 միավոր Սու-24 ռմբակոծիչները։ Նշեմ, որ Ադրբեջանն իրականում ունի ընդամենը 5 միավոր նման ինքնաթիռներ, որոնցից գործող է միայն 2-ը։ Իսկ մնացյալ 3-ը դարձել են կանիբալիզմի զոհ, այսինքն վերջինների սարքավորումներն ու պահեստամասերը կիրառվել են այդ 2 Սու-24-երի վերանորոգման նպատակներով։ Հոկտեմբերի 22-ին նախագահի հրամանագրով Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակված զինված ուժերի գեներալ գնդապետ Զաքիր Ասքերօղլու Հասանովը նոյեմբերի 27-ին այցելել է լեզգիաբնակ Գուսարի շրջանի զորամաս։ Զաքիր Հասանովը եւ նրա տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Նաջմեդին Սադիկովն օրերս այցելել են նաեւ Ադրբեջանի ռազմածովային ուժերի նոր բազա։ Նկատենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հաղորդում ռազմաբազայի տեղակայման վայրն ու շինարարության ավարտի նախատեսված ժամկետները։ Սակայն դեռևս նոյեմբերի 3-ին լուրեր էին տարածվել։ Ադրբեջանի Ղարադաղի շրջանում ռազմածովային ուժերի բազա է կառուցվում։ Մյուս իրադարձությունը։ Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար Զաքիր Հասանովը հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տպարանի նոր տնօրեն նշանակելով Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի դասախոսներից մեկին զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ֆիզուլի Աբասովին։ Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զինծառայողների իրավունքներով զբաղվող բաժնի աշխատակիցները այցելել են Բարդայի ու Աղդամի շրջանի զորամասեր, պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ։ Հաջորդ իրադարձությունը։ Նոյեմբերի 27-ին Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ռիսկի փրկարարական ծառայությունը հազանգել են Ազերիքիմիա պոլիէթիլենի գործարանից, տեղեկացնելով, որ իրենց տարածքում F1 նռնակ է առկա։ Օգտագործման ենթակա նռնակը վնասազերծվել է զորավարժարաններից մեկի տարածքում։ Նոյեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն պարտադիր զինծառայություն անցնողների ու ռազմակրթական հաստատությունների սաների անձը հաստատող փաստաթղթերը ժամանակավորապես առգրավվելու են մինչև ծառայության կամուսման ավարտը։ Ադրբեջանի ռազմական ոլորտի իրադարձությունները ձեզ համար ներկայացրեց Անի Մարգարյանը։ Շնորհակալություն, խաղաղություն բոլորին։